Երևանին է վերադարձել կանանց մշակութային եւ սպորտային համալիրը։ Շնորհավորում եմ մեզ այդ առիթով։ Պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված կանանց մշակույթի տան քաղաքապետարանին վերադարձնելու համար Տիգրան Ավինյանի շնորհավորանքներից 2 տարի անց 1958 թվականին կառուցված բացառիկ շենքը կրակի ջիրաններում հայտնվեց։ Խոշոր հրդեհ բռնկվեց 3 երեկոյան։ Հնասախ կրակի օջախները կա։ Այժմ մշակույթի տան միայն արտաքին պատերն ու ճակատն են կանգուն ու քիչ թե շատ անվնաս մնացել։ Ներքին հարդարանքն ամբողջությամբ վնասված է, տանիքը փլված։ Թե ինչու ու ինչ հանգամանքներում է բռնկվել հրդեհն առայժմ պարզ չէ։ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել հրկիզման եղանակով գույքը վնասելու հոդվածով։ Իրավապահները հայտնում են համալիր փորձաքննություն կանցկացնեն։ Կան մեղադրյալներ, ովքեր են ներգրավված անձինք, քննչականը մանրամասներ չի հայտնում, տեղեկացնելով, որ այժմ նախաքննություն է ընթանում։ Մեկ բան սակայն պարզ է, չնայած քաղաքապետ Տիգրան Ավինյանի մշակույթի տունը հիմնանորոգելու 2 տարի առաջ արած հայտարարությանը, բացառիկ կառույցն այդ շրջանում անուշադրության է մատնվել։ Պետք է խնդրեմ նոր հանձնարարական ֆիքսենք ամբողջ համալիրի հիմնանորոգման համար, որպեսզի նաև քննարկենք հետագա օգտագործման նպատակները համալիրի։ Ամենայն դեպս տիրությունանող չեղավ, ոչ միայն չեղավ, այլ բոմժեր, երեխեք, խուլիգաններ, տարբեր մարդիկ լսված էին այդտեղ։ Զիբելյանուս էին դարձել։ Աշոտ Ստեփանյանը տեսել է, թե ինչպես է հրդեհվել շենքը։ Վարկած ունի, որ գուցե կոտրված ու բաց դռներով ներս ու դուրս անող մարդկանց արածի հետևանք է։ Այս դուռը տեսնում եք, այդ դռնից մուտքու ելք, այն դիմացի բաները տեսել եք երևի քանդել են, այս անկյունից մուտք ունեն էլի։ Այն, որ Արաբկիրի Լամբադայի կամրջի հարևանությամբ գտնվող կառույցը, որը նախկինում մայրաքաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մասնիկներ հիմա լքված է, տարբեր մարդիկ էլ ակտիվորեն ներս ու դուրս են անում, վկայում են պատերին արված մեծաթիվ գրությունները։ Ասապանիրից մինչև ինձ գոնե մի քիչ ջերմություն տուր։ Ինչու քաղաքապետարանը իր ենթակայության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանը պահպանելու ուղղությամբ քայլեր չէր ձեռնարկել։ Ինչու տարածքը չեն հսկել։ Հարցերը շատ են։ Քաղաքապետարանի տարածած պարզաբանման տեքստում սակայն հստակ պատասխաններ չեն գտնում։ Ընդունում են, շենք տարբեր մարդիկ են մտել դուրս եկել։ Դրան հակազդելու իրենց գործողությունների մասին ոչ մի խոսք։ Համայնքային սեփականության իրավունքի վերականգնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքներ դեռ չէին սկսվել եւ պարբերաբար ապօրինի շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին։ Ազատության ճշգրտող հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել քաղաքապետարանը, հավելեցին, կարգազանցները փականը կոտրել են, իրենք իմացել ու վերականգնել են, հետո էլի կոտրել են, իրենք դարձյալ վերականգնել, այսինքն քաղաքապետարանը պատմամշակութային հուշարձանը հսկել է միայն փականներ վերականգնելով։ Թաղամասի բնակիչները սրտացավ են մշակույթի տան նկատմամբ ու ահազանգել են տեղի ունեցողի մասին։ Լյովա Վարդանյանը մի քանի ամիս առաջ ուղիղ ոստիկանություն էր գնացել այս հարցով, սակայն ոչ մի արձագանք։ Ասել եմ եկեք տիրություն արեք, էլի դռները ջարդում են, փաշում են, չեկան, դե լավ շենք էր, տիրություն չարին, ընդ անտերը դուս։ Վարդանյանը նույնիսկ ցանկացել է անձամբ հսկել շենքը, սակայն չգիտեր ում դիմեր այս հարցով։ Ես ուզում էի ծեպահակ աշխատեի, որ գոնե դեր չտան, մարդ չկար, որ ասեի, ես թաղապետ գնամ, չեն լսի, բան չեն անի։ Մշակութային համալիրը 2017-ին 10 տարով անհատույց օգտագործման էին տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի ղեկավարած հիմնադրամին։ Նա խոստացել էր ներդրումներ կատարել ու շենքը դարձյալ մշակութային աշխույժ կենտրոն դարձնել։ Տարիներ անց սակայն քաղաքապետարանը վերադարձրել էր շինությունը, պնդելով, թե ներդրումները չեն իրականացվել։ Բնակիչները մինչդեռ պատմում են, Թոխատյանի հիմնադրամը գոնե գործ արել է, իսկ քաղաքային իշխանությունները ոչինչ։ Թոխատյանը այդ կրիշը ծարգեց ու թողեց գնաց։ Կրիշը արել է։ Քաղաքապետարանը հայտարարում է, թե իրենց համար կանանց մշակույթի տան վերականգնում նորակարգային է, վստահեցնում են նոր նախագծով պահպանելու են շինության ճարտարապետական տեսքը։ Այն իր դռները վերաբացելուց հետո կշարունակի որպես կրթական հաստատություն գործել, որտեղ կսովորեն հարյուրավոր երեխաներ։ Երբ կհիմնանորոգվի մշակույթի տունը, որքան գումար կպահանջվի ու ովքեր կիրականացնեն այս աշխատանքները։ Քաղաքապետարանից հայտնում են, այժմ քննարկումներ են ընթանում։